Ողջույն։ Քպականները գրոհի են անցել, թե բա ասում էիք գնալու է Թուրքիա հանձնի, բա ինչի չհանձնեց։ Տեսակ, որ սուտ էր։ Իսկ ով ասաց, որ չի հանձնել։ Իսկ դուք որտեղից գիտեք հանձնեց, թե չհանձնեց։ Այդ 22 թվականի հոկտեմբերի 6-ին, որ գնացել Արցախը Ադրբեջան էր ճանաչել, քանի ստեիք խաբար դրանից։ Լավ, շատ կարճ նախ այցի մասին։ Փաշինյանը արտգործնախարարի ու նրա տեղակալի Բանագնաց Ռուբինյանի հետ Թուրքիա էր այցելել հունիսի 20-ին։ Հանդիպեց հայ համայնքին։ Թուրքիայում մեծ հայկական համայնք կա, սակայն հանդիպմանը մասնակցում էր ընդամենը 50 հոգի, որոնցից միայն 10-ը ըստ հանդիպման մասնակցի լրագրողներ էին։ Մասնակցել է հայ կաթողիկե համայնքի հոգևոր պետը եւ հայ բողոքական համայնքի հոգևոր պետը։ Հայ առաքելական եկեղեցին մերժել է հանդիպումը։ Նիկոլն ասել է, իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ։ Գնացել է, փակ է եղել, այսինքն ու բնականաբար չեն ընդունել։ Գնացել մոմ է վառել Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցուն։ Դարձյալ որևէ հոգևորական չի մոտեցել նրան։ Հետո գնացել է Կապույտ մզկիթ։ Այդտեղ նորմալ դիմավորել են։ Հետո հանդիպեց արդեն Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո տարածվեցին հաղորդագրություններ իբր սովորական հանդիպում էր։ Հայաստանյան հասարակական քաղաքական դաշտում մեծ անհանգստություն կար Փաշինյանի այցի վերաբերյալ։ Անհանգստություն էր, որ գնում է էլի հայկական շահերը ոտատակ տալու։ Իրավիճակը էլ ավելի բորբոքեց ոստիկանությունը։ Փաշինյան-Էրդողան հանդիպումը պետք է կայանար ժամը 7-ին։ Եվ դրանից 2 ժամ առաջ արդեն Հայաստանում ոստիկանությունը սկսեց ուղղակի տերորի ենթարկել մարդկանց։ Նախ ոստիկանական ջոկատները շրջափակեցին պետական պաշտպանության տակ գտնվող շենքերը, հատկապես կառավարական ամառանոցները։ Մի քանի տասնյակ քաղաքացիների, ակտիվիստների, կուսակցականների բերման ենթարկեցին, ովքեր ունեն հակաիշխանական հայացքներ, բողոքի ակցիաների ժամանակ աչքի են ընկել եւ այլն։ Իդեպ, կարող ենք վստահ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնը նոր նվաճումներ ունի։ Եթե մինչ այս բերման էին ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին ակցիայի ժամանակ կամ դրանից հետո, ապա հիմա արդեն բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասին լուրերի ֆոնին, դեռ ոչինչ տեղի չունեցած, կամ որ ամենածիծաղելին է ակցիա չհայտարարված ժամանակ, ասեք, որ փայլուն առաջընթաց է։ Ու ոստիկանության սթրեսային իրավիճակը արդեն հասկացնել էր տալիս, որ ինչ որ բան այն չէ։ Հանդիպմանը հաջորդած հաղորդագրությունները եւս եկան հաստատելու դա։ Հաղորդագրությունների մեջ թեև չկա գրված, բայց ով է վստահ, որ Նիկոլը ոչինչ չի զիջել։ Մեր շահերից հետ չի գնացել, չի դավաճանել։ Ինչ, պետք է ասել հանձնել եմ, այդ երբ է սա բան զիջելուց ասել զիջել եմ։ Ասում է Ղարաբաղը հանձնեցինք, ստացանք Հայաստանի Հանրապետություն։ Մարդ չգիտեր ինչ ասի։ Հետևաբար կարող ենք վստահ լինել, որ այս նոր հանձնումների մասին շատ շուտով կլսենք։ Վերհիշենք էլի, Արցախը երբ է հանձնվել Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Այդ հանդիպման վերջում, որին մասնակցում էին Նիկոլը, Ալիևը, Մակրոնը եւ Եվրոպական խորհրդի նախագահը, հայտարարվեց ընդամենը, թե ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մի քանի օր անց արդեն մամուլը հրապարակեց կոնկրետ փաստաթուղթ, որով Նիկոլը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Եվ միայն 7 ամիս անց 23 թվականի մայիսին Նիկոլը խոստովանեց, որ այո, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ներառյալ Հայաստանից տարածքներ։ Դրանից էլ որոշ ժամանակ անց տեղի ունեցավ հայտնի բլոկադան։ Նույնը հիմա է ժողովուրդ, ուղղակի հաղորդագրություն են տարածել, բայց ինչ կա իրականում։ Ինչ եք կարծում։ Նիկոլը գնաց հասավ Թուրքիա, Էրդողանն էլ այս տարածաշրջանի խառնակ իրավիճակում մի օր տրամադրեց դրան, որ ասեն կողմերը ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականությունը։ Հստակ պետք է պատասխանել, երբ ասում են կողմերը մտքեր են փոխանակել խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Դա արդյոք չի նշանակում, որ քննարկել են Զանգեզուրի միջանցքի հարցը։ Նիկոլը անունը կդնի խաչմերուկ, Ադրբեջան անունը կդնի Զանգեզուրի միջանցք, բայց փորձը ցույց է տալիս, որ միշտ լինում է իրենց ուզածը։ Այդ որ ասում են մտքեր են փոխանակել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, ինչ են իրականում քննարկել։ Գուցե խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջադրված նախապայմանների անվերապահ կատարումը,
Ասենք քննարկել են 300,000 ադրբեջանցի Հայաստան բերելու, սահմանադրություն փոխելու, կաթողիկոս փոխելու, եկեղեցու վրա գրոհը շարունակելու, ապա ռազմականացման եւ այլ այդպիսի հարցեր։ Ու սա տվել է համաձայնություն։ Կրկնում եմ, մեկ անգամ չէ, որ սա պետության համար ճակատագրական որոշում է կայացնում, թեթև մամուլի հաղորդագրություններով։ Ու Պրահայի պայմանավորվածություն հանձնումները լավագույն ապացույցն է։ Գրված է. քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ ինչ եք քննարկել, ու ինչ եք պայմանավորվել։ Քննել ցեղասպանություն եղել է թե չի եղել։ Կարող եք քննարկել, համաձայնեցրել են, որ բոլոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան պետք է արգելվի։ Ազդեցիկ հայերին կալանավորեն։ Ու ոնց որ այսօր Պրահայի հանդիպումն է համարում շատ կարևոր Հայաստանի ինքնիշխանության համար, որ վերջապես գտավ Հայաստանի Հանրապետությունը, վաղն էլ Թուրքիային արած զիջումները կհայտարարի որպես Ռուսաստանին լավ փոխարինիչ, ուղիղ ճանապարհ դեպի Եվրամիություն։ Նիկոլն ասել է, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները մի շարք հարցերում մոտ են իրար։ Այստեղ մենակ մի սխալ կա, Հայաստանի չէ, ՔՊ-ի։ Որ հարցերն են, որում Նիկոլի ու Թուրքիայի դիրքորոշումը մոտ է։ Որ օրինակ պետք է պարզել, ցեղասպանություն եղել է թե ոչ, որ Արցախը Ադրբեջան է, որ Արևմտյան Հայաստան չի եղել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա պետք է գրոհել, որ Հայաստանը Ադրբեջան է։ Մի տագնապալի ձևակերպում արդեն արել է։ Ասում է, ըստ էության մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից։ Այդ զրոյական կետը մի անգամ արդեն ողբերգություն է բերել Արցախում։ Հիմա էլ Թուրքիայի հետ է զրոյական կետից սկսում։ Զրոյական կետը ո՞րն է։ Հետ եք գնում այն ժամանակները, որ ցեղասպանությունը դեռ չէր եղել ու սկսեք նորից։ Կարճ ասած, Մեջլիսի հայազգի падգամավորը Նիկոլին ասում է. ձեր անձի հետ կապված Անկարայի պաշտոնական շրջանակներում դրական կարծիք կա ձևավորված։ Միակ իրականը էս էր։ Այո, Նիկոլի անձի հետ կապված խիստ դրական կերպար կա Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Նա հերոս է։ Նա Ադրբեջանին նվիրել է Արցախը, Թուրքիային ազատում է հայոց ցեղասպանության բեռից եւ կատարում է Հայաստանի հետ կապված նրանց վատագույն պլանները։ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը բանակցությունների արդյունքները զգացնել կտան։ Սակայն կարծում եմ պետք է մեկ անգամ եւս ֆիքսել, որ որքան էլ անհրաժեշտ լինի հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, միևնույն է, դու լեգիտիմ բանակցող չես, ու այն մարդը չես, որ կարող է ներկայացնել հայ ժողովրդի շահերը։ Քեզ հետ բանակցողներն էլ վստահաբար գիտեն այդ մասին։